ձեզ ինչ եք ուզում։ Ոչ, դեռ նայում եմ։ Պապար ջան, ստեղ քո համար ազգային պատկերասրահ չկա նայում ես։ Սա մթերային խանութ է, այդքան մարդ է կանգնած։ Ասա տենամ ինչ ես ուզում։ Հիմա կասեմ։ Պետք է ձեզ տեղեկացնեմ ընկերուհի, որ դուք կուլտուրական սպասարկման մասին ընդհանրապես գաղափար չունեք։ Ասա տենամ ինչ ես ուզում էլի հոպար ջան։ Իսկ դուք կշռեք։ Խնդրեմ, կշռեմ։ Ասեք, ձուկը թարմ է թե ոչ։ Չգիտեմ, ես 3 ամիս այն այս խանութում աշխատում եմ։ Ինչ։ Դուք ուզում եք ասել, որ 3 ամիս այդ ձուկը մնացել է սառնարանում, դա ուղղակի խայտարակություն է։ Անկեր ինչ ես ուզում ինձանից է։ Ձուկ չեմ ուզում, ինձ մի կիլոգրամ շաքարավազ կշռեք։ Որքան պետք է վճարեմ։ 500 դրամ։ 500 դրամ։ Հա։ Լսեք ընկերուհի, երեք ձեր խանութում այս նույն շաքարավազը արժեր 300 դրամ։ Երեք 300 դրամ էր, երեք առնեիր։ Երեք այդ շաքարավազը ինձ պետք չէ, ինձ շաքարավազ այսօր է պետք։ Այսօր է պետք, ուրեմն 500 դրամ պետք վճարես։ Լսեք ընկերուհի, սա լսված բան է, որ մեկ օրվա ընթացքում շաքարավազի գինը բարձրանա 80%-ով, դուք ասեք դա հնարավոր բան է։ Պեսոկը թանկացել է, որովհետև մալեզիայում ցունամիներ են ածել, որն էլ ազդել է պեսոկի համաշխարհային գների վրա։ Գիտեք ինչ ընկերուհի, ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ Հայաստանը ավելի արագ է արտականգում տարերային աղետներին, բարձրացնելով գները, քան Նյու Յորքի համաշխարհային բորսայում։ Ընկերներ ինչ կլինի, ես մարդու տարիքներն ես չդիմանում։